Առաջինը գիտելիքն է, որովհետև հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանա, դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա, թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես, որ դա գիրք է, երկրորդ ձեռդ չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպման ժամանակ սենց շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպման մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը, 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։ Այսինքն, որովհետեւ այդ մեղուն գիրք է, որը պետքա կարդաս։ Հիմա կարանք ասենք շատ լավ, տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ, բայց եթե այդ գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է, որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում նրա մասին, որ մենք 2018 թվականին այս բանի խեղճ մարդու, բանի անճար մարդու եւ այլն պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ որ չափով ճշմարտություն կա եւ այս մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է բանանում, վկայում։ Որովհետեւ մենք այդ թվում 2018 թվականից մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք, մի քիչ այլաբաներ են, հետո ավելի ուղղակի, որ ասել ենք, որ աղքատությունը հաղթարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթարման, եթե արդյունավետ աշխատանք է։ Որտեւ եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքա հենք չի, ինքը աշխատանքը մոտավորապես պատկերացրեք, այդ նույնն է, թե բան է անում, մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, ցեխի մեջ է, որ ընկնում, կամ պարտադիր չի, ձունի մեջ, ցեխի մեջ եւ այլն, չեմ կարող այդ բառը գտնեմ, հայերեն տեղապտույտ, բայց հիմա ասում ենք, այս մեքենայի ստից դուրս գալու ձևը աշխատանքն է, շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց չի առաջ գնում եւ արդյունքում այդ շարժիչը մատորը խփելու է։ Սրա մասին է խոսքը։ Որովհետեւ եթե այդ աշխատանքը գիտելիքի վրա ինքը զարգացում չունի, հա, ասում եմ, այսօր խնդրեմ կա։ Ես ինքս եմ ինձ մեկ հարց տալիս, այսքան շատ որ կրթության մասին խոսում ենք եւ այլն, ես ասում եմ, մարդիկ կասեն, այս ինչ են, մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում։ Բայց էլի գոնե մենք, ես անձամբ եւ համոզված եմ բոլորս, մեր փորձը ունեցել ենք։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով դրա հետ ես ամեն օր իմ նամակագրությունը կարդում եմ, մի մասն է վերահասցեագրում եմ ձեզ։ Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ։ Մարդը հաց չունի։ Սոված է, մենք, բայց կարեկից ենք, չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետք է մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ 4-րդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, հետո ինչ եղավ։
օրն էլ հաճ չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն է նա, որ պետք է մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք գիտելիքահենք մարդը ինքը իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։ Չի լինում ուրիշ կերպ։ Չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։